Բարի լույս ընկերներ ջան, հուսով եմ, որ դուք լավ եք, օրը մեր մոտ շաբաթ է, գնում ենք նախ շուկայից առևտուր անենք, դրանից հետո խանութ, ընտանեկան գործերով, ամեն ինչ հերթով, կարգով միասին կանենք այսօր, տեսնենք ոնց կանցկացնենք մեր օրը։ Քանց է սալորը։ 200 Կիլոն 200 դրամ է։ Սալորը։ Լոբին էլ 300 դրամ արժեքին է կիլոն։ Այս պապին իր ապրանքը վաճառել վերջացրել է, ասում է շուտ պետք է գաք։ Ժամը 6-ից այստեղ ա եղել, վարունգ, լոլիկ, բան, սա վերջացրել է։ Լոբին ա մնացել, մեկ էլ սալորը։ Շատ լավ պապի, ասացի առավոտ շուտ կգան մի շաբաթ օրը։ Կարտոշկան արժի 200 դրամ կիլոն։ Ընտիր կարտոշկա է։ Շատ լավ կարտոշկա է։ Ես մեկը չգիտեմ ինչքան է գինը, ես մեկը գինը։ Ստեղ խնձորը մի քիչ այդքան է լավը չի։ Լոլիկը լավն է ոնց որ տեսնեմ։ Լոլիկը ինչ արժի։ Լավն է, չէ՞։ Լոլիկը ինչ արժի։ 200 ասում է կիլոն, 200 դրամ։ Իսկ սմբուկը։ Սմբուկն է 300 դրամ կիլոն։ Շուտ են սկսում իրանք աշխատանքը։ Վարունգը 250, մոշը ինչ արժի։ 1300։ Մոշն էլ 1300 դրամ կիլոն։ Այս հենց մի կիլո է, այս մի կիլո է հենց սվիլը։ Ինչ արժի կուկուռուզը։ Այսօր առաջյոն է։ Հա։ Ինչ արժի կուկուռուզը։ Հատը 125։ Ծիրանը ինչ արժի։ 500։ Ծիրանը ինչ արժի։ Բագիլասը 650-800։ Ստեղում համար նոր կոնֆետներ եմ տեսել, ուզում եմ վերցնեմ, փորձեմ, բայց մի հատ նախապես մերոնց հարցնեմ այսի, օրինակ, մի հատ մերոնց տեսնեմ, փորձել եմ իրանք, հետո նոր վերցնեմ, էլի, ուժել է ոնց որ։ Մենք արդեն տանն ենք ընկերներ, մի հատ արագ հարկավոր է անցնեմ այս գնումներով ու տեղավորեմ այստեղ կարտոֆիլը դե շուկայից վերցրինք, այստեղ թթմիկը կիլոն 50 դրամ էր արծում այդ մարդը, կամ կոտլետ կսարքենք, ստեղ մի հատ էլ կա, կամ կոտլետ կսարքենք, կամ էլ ուղղակի կտապակենք, կտեսնենք ինչ կանենք, մի հատ տեղ ազատ եմ էլի, ես Ալեքսի իր համար ֆանտայ ա վերցրել, մի քիչ խմել եմ, մի քիչ մնացել ա վարունգ, այստեղ եգիպտացորենն ա որ վերցրինք, լոբին շատ հաջող էր, շատ նուրբ լոբի էր, երեք սարքել ենք էլ այնքան համով ասում եմ լոբին երևի Հայաստանում ամենահամեղ լոբին ա, ոչ որտեղ այսքան համեղ չի լինում լոբին, սալորը հասած սալորներ են, շատ լավն ա, շուկայի գնումները այդքանն էին, ոնց որ թե սիթից եկեք տեսնեմ, ինչ ենք վերցրել, այստեղ դիետիկ հաց, այս մամաս ասում այս դիետիկ հացը, այստեղ այսօր հավի սիրտ ենք սարքելու, այս սենց բաները հատկապես սիրտոք իմ համար են պատրաստում, որ երկաթից մասին են մտածում, այս պեպերոնի, բեկոնի պեպերոնի տեսակի երշիկն է, այստեղ ձիթապտուղ,
շաքարավազ, այսօր հայկական գաթա եմ սարքելու, ընկերներ, ես եմ գաթան սարքելու այսօր մեր տանը, այն մեր մշտական բաղադրատոմսով մի քանի օր առաջ ալիքում պատրաստել է, շատ լավ է ստացվում իրականում, այստեղ մայոնեզ, բագետ, մայոնեզի համար ուզում եի ասել, որ Հայաստանում մայոնեզը համեղ մայոնեզ է, սլաբադային է նամանավանդ, չգիտեմ ինչ են օգտագործում, ինչ չեն օգտագործում, բայց դե համեղ է։ Լավաշ, ինչ դնեմ, որ ոչ մի բանը չփոխնենք, ես ինչն է ստեղ մնացել է, լոլիկ, շուկայից վերցրինք, սենց, այստեղ մածունը համ տան համար, համ էլ գաթայի համար, որ օգտագործենք, ձու, ստեղ վերցրել եմ կոնֆետներ, Ալեքսը որ փորձի, նոյություններ էին, այս ինչ-որ պեչենի է սենց, պետք է տեսնենք ոնց նա, բանին ես ֆիրմայից ոչ մի անգամ չեմ փորձել, այստեղ այս գնապիտակն է սարժեր, ինչը, մայոնեզը այստեղ արժի 597 դրամ, հա, 385, ես այս գներից այդքան լավ չեմ հասկանում, երշիկը արժեր 1750 դրամ, երշիկը արժեր 1750 դրամ, հիմա որ կարենամ գտնեմ այս գնապիտակին, ես այդքան լավ չեմ կարողանում տիրապետել, ձիթապտուղը կիլոն 2390 է եղել, հա, ինչքան է այստեղ, մի րոպե, սենց կասեմ, ուրեմն, ձիթապտուղը կիլոն 2390 դրամ, այստեղ 798 դրամի է կազմել, սենց ինչ-որ կոնֆետներ են, մարակույայի համովես, ջելի կոնֆետ է, վերցրել եմ երեխեքը փորձեն, այդ մոնչիկը սենց բաներ չի ուտում, իդեպ ասեմ, շատ հասկացող երեխա է, մի հատ լեզուն տա ու էլ կարա չուտի, Ալեքսն ու Վիկան ուտում են, բայց ամեն դեպքում երեխա է, վերցնում եմ տենց որ փորձի, որովհետև կողքից նայում է, հետո լեզվով կպցնում է ու չի ուտում, մարմիլադ, այստեղ կեչապ, անձեռոցիկ, կարագի գինը կարևոր է, եկեք ասեմ, այստեղ անկոր կարագն է կիլոյով, հոպաս, ուրեմն այսպես, անկոր կարագը արժի կիլոն 5090 դրամ, այստեղ 3940 դրամի է, այս սունկերն են երեխեքը սիրում, այս անգամ մանգո ենք վերցրել, զաղջեր էին սրանց վրով, մանգո ենք վերցրել, սրանց ուտում է երեխեն, ու ջրի նկատի ունեմ, և ելակի համովը, 1-2, էլի 3, այստեղ ունենք Կրասնի Օկտյաբր ռուսական ալյոնկա կոնֆետները, որ ես շատ եմ սիրում, առաջին անգամ փորձելու ենք այս մյուս ռելե կոնֆետները, սրանք կիլոն 2590 արժի, սանորությունը, ստեղ այս մարշմելոները հավեսին ընկնում բոլորը ուտում են, 3 հատ է մարշմելո ենք վերցրել և այստեղ տնեմ ու մեկ էլ այս մյուս կոնֆետից, այս սայզներություն, ես ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ-որ գլազուրով, ժելեատիպ, նաչինկայով, ինչ-որ մի բան է, հուսամ մեջը սպիտակը սուֆլե կլինի, շատ հուսով եմ, կփորձենք, այսքան ընկերներ, այս մեր առևտուրը Սիթի շուկան դա գիտեք ինչն էր, բանջարեղեն միրգը, մնացածը Սիթի էր, արժեր 22497 դրամ, այսքանը հիմա արագ տեղավորում եմ ու
Գաթայի պատրաստությունը տեսնեմ։ Գաթայի համար ամեն ինչ նախապատրաստել եմ ընկերներ, բայց ասում եմ այսօր է բոխից վերևում կանգնել։ Մինչ ասում եմ գաթա սկսել նացում եմ։ Դողանում է։ Սենց էր, ես մեջ ուրիշ ձև էի պատկերացնում, բայց պատկերացում էի, այս ինչ փոքր է, ես հենց մի քիչ մեծոտ կոնֆետներ էի պատկերացնում, մի հատ փորձեմ անի։ Համը սենց էր, ոնց թվում էր, որ սենց կլինի, ուրախ եմ համի համար, այդ ապահովի համար լավ է, բայց շատ քաղցր է, կոֆես խմեմ ու հանցնեմ գաթայի թխմանը։ Մենակ մի բան եմ մտածում, ասում եմ մի պորցիա սարքեմ, թե 2 պորցիա, նոր մամայիս հետ եմ հարցնում, մամ, այս շոքին սարքել ա, մի հատ սարքեմ, թե 2 հատ, ասում սարքի կան, 2 հատ սարքի, ասում հեչ ոչի կդնենք սառնարանը ու այդպես երկար կպահենք։ Հիմա արագ ասեմ, թե ինչ բաղադրիչներ են ինձ հարկավոր լինելու, մի պորցիայի համար կասեմ, դե եթե իմ նման 2 եք պատրաստելու, պետքա կրկնապատկեք։ Մի բաժակ մածուն է ինձ հարկավոր լինելու, ալյուրը 3 բաժակից մի փոքր ավել եմ օգտագործում, պետքա ոչ շատ պինդ խմոր լինի, ոչ շատ փափուկ։ Եթե շատ լցնեք ալյուրը, կլինի պինդ գաթա, հաճելի չի լինի բացարձակ։ Դրա համար նայած երկրից, նայած ալյուրի տեսակից 3 բաժակ ու մնացածը կտեսնեմ, թե ինչքան հարկավոր կլինի։ Ես անպայման ավելացնում եմ խմորին, որպեսզի մի քիչ շատ քաղցր լինի, հաճելի է մեզ քաղցրով, մոտավորապես 1/4 բաժակ շաքարավազ, 1 թեյ գտալ սոդա եմ ավելացնելու, 3 ձու, եթե մանր ձու է 3, եթե խոշոր ձվեր են 2 ձու եւ հարկավոր շաքարավազը ասեցի։ Եվ այս կարագը Եվ 200 գրամ կարագը արդեն հանել եմ, որպեսզի փափկի, հեսա կփափկի ու վերջ։ Իսկ խորզի համար օգտագործելու եմ 1 բաժակ ալյուր, 1 բաժակ շաքարավազ եւ 100 գրամ կարագ ու վանիլին։ Այսքան ընկերներ ջան, ես անցա խմորը հունցելուն, քանի որ ալիքում ունեմ մանրամասն թե ինչպես եմ պատրաստում, հիմա ես խմորը ուղղակի կանեմ եւ արդյունքը ձեզ ցույց կտամ։ Խմորս արդեն պատրաստ է, ինչպես տեսնում եք փափուկ է, ես սենց եմ թողելու, որ փափուկ խմոր մնա, այս առաջին պարտիզանն է արդեն վերջ։ Գաթաները արդեն պատրաստ են ընկերներ ջան, մի քիչ տաք թողել եմ, որ սառի ու սուրճի հետ վարի լույս բոլորիդ, հուսով ենք, որ լավ ենք, ես հազիվ եմ հասցնում, այսօր օրը սկսել ենք ժամը արդեն 3-ի կողմերն է, վազքի մեջ եմ, հիմա գնում ենք մեր տուն, այնտեղ մի քանի գործ կա անելու, միանգամից միասին կգնանք, որովհետև շատերդ եք հարցնում, տունը ինչ վիճակում է եւ այլն, հիմա գնում ենք այնտեղ ու միասին կտեսնենք, ինչ եկել ենք, ժամանակ չենք ունեցել, մենք էլ գնանք, հիմա նոր գնում ենք։ Այս առաջի հարկում ենք։ Հիմա գնում ենք կոնդիցիոների համար ինչ որ բան պետք է անեն։ Այդ տեսնենք։ But when you look at the doors, it looks like there'll be shops. Maybe a shopping. Այս է կոնդիցիոներների տեղը։ Mommy, where is the trash? Սենց դնելով իջնում են։ Գործ են անում ընդեղ։ Security is of this. Not bad. Այս մասը շատ մեծ է։ Սա ես մտածում էի սենց սենյակ սարքենք, ճիշտն ասած, աշխատասենյակ, ինչ որ բաց, սա զալի հատվածն է, զալը մի քիչ փոքր է լինում, մեր իմացած այսքանն է զալը, տեսեք, կամ սենց ընդհանուր, կամ ոչ մի բան էլ չանենք, որ սենց։ Այստեղ այս անցքերան կարել են տեսեք գազի անցքն է արդեն, այստեղ բաքսին է լինելու, այս խոհանոցն է, խոհանոցը լավ հարմար խոհանոց է, այստեղ պատիհանն է, որ ենք նայում, ինձ չգիտեմ ես որտեղ է, իսկում ենք նայում։
բանը իդեպ հատիս սարովորն է, հատիս էս է ոնց որ արցանը որ լինի այդ կոմ է լինելու։ Նկարելով ենքան դժվար է լինում, որ համ նկարեն համ։ Այս ինչն է երևի անվտանգությունն է։ This is security for the gas, honey. What? This is security for the No, gas. why? It's electric. Ah, electric. What are you doing? That one there? No, this one, this. This is electric. Ահա։ It's the electric lead. Կառուցապատողը իր կողմից բոլոր հարևանների բաքսի անցքը արել է, որ միանման լինի։ Yeah, but it's another electric. Ես երևի պահեմ որպես լվացքի մեքենաները դնելու համար, սա լոգարանն է, լոգարան մի քիչ փոքր է, կուզեմ մեծացնել, օրինակ ստեղ լիներ էլի պատը մի քիչ մեծ կտրած, որ լիներ, լավ կլիներ, պետք է տեսնենք, թե ինչ տարբերակ կարանք գտնենք լոգարանի համար։ Ես լոգարանը սիրում եմ, որ մեծ է լինում ու լուսավոր, պատուհանով լոգարաններ եմ սիրում, բայց դե այս master bedroom-ն է, master bedroom-ը շատ մեծ է, այստեղ առանձին հագուստի պահարան կարելի անել, պահարան չէ, առանձին սենյակ որ լինում է, որ մտնում են, կամ մտածում ենք Ջեսի համար այստեղ աշխատասենյակ լինի, չգիտեմ ոնց կլինի, մյուս տեսարանը սենց է նայեմ, ես շատ սիրում եմ տեսարանն է, ես սիրում եմ ընդհանուր, լավն է, այս նոր ուրիշ նորակառույց է։ Ինչևէ, այս ննջասենյակը շատ մեծ է։ Մյուս ննջասենյակը սա է, այս Ալեքսինն էլ է մեծ, այս էլ է մեծ իդեպ։ Ինքը լավ մեծ է, այս նույնիսկ կարելի է կիսել էլի երկու սենյակ սարքել։ Այս էլ է մեծ։ Այս էլ բալկոնն է, բալկոնի չափն էլ է շատ լավ է էլի։ Կարելի է սուրճ խմելու համար, նա աթոռ, որ գիրք կարդա, սուրճ խմես առավոտ։ Այստեղ գործ կա անելու բնականաբար։ Մենք հայտնվեցինք Ռասիայի մոտ համարյա հրապարակից, եկել ենք, ստեղ ինչ-որ պաղպաղական շատ են գովել, ասել են շատ լավն է, եկել ենք փորձենք, մենք չէ Ալեքսը։ Ալեքսը իր ռոլիկներով է եկել ես նեղ մաջալինստեղ, բայց թե։ Լավն է կյանք։ Հետաքրքիր է, սենց նստել եմ ու նայում եմ, թե ովքեր են անցնում, տարբեր ազգեր կան, շատ, լիքը մարդիկ կա։ Ես էլ գուշակում եմ, թե ով որտեղից է, համ քայլվածքից եմ փորձում գուշակել, ես սիրում եմ սենց նստել մարդկանց նայել, համ ինչ լեզվով են խոսում, հավես է։
Շատ արագ գնումներով եկեք անցնեմ ու փորձեմ գները ասեմ, որը որ գիտեմ։ Ես շատ ընկերներ ունենք արտասահմանցի, օտարերկրացի, ովքեր հաճույքով դիտում են իմ վլոգները եւ իրան շատ հետաքրքիր է գները հատկապես։ Ես մի քանի օր գները չէի ասում ու առանձին մեր ընկերները, ամուսնուս ընկերները կապվել են, ասում եմ հետաքրքրվում եմ, որովհետև հետաքրքիր է ճամփորդելուց, թե ինչ արժեն գները իրենց երկրի հետ են համեմատում։ Դրա համար ես հիմա կփորձեմ գներով ասեմ։ Ալեքսի համար սենց ինչ որ հյութ, այս ոնց որ թե 380 դրամ արժի, երեխեքը շատ են հավանել սենց բիսկվիթի խմորը 140 դրամ արժի, ես հետո կփոխեմ գները բոլորը դոլարով էկրանի վրա, հացը արժե, հաց գինը գրած է, 290 դրամ արժի ես հացը, լավաշը արժի, լավաշը կիլոյով եմ վաճառում, այստեղնից մոմոս 2 հատավերցում, եթե չեմ սխալվում, 856 գրամա, մի կիլոն արժի 645 դրամ լավաշի, մեր հայկական լավաշն է ընկերներ, այստեղ պանիրը կիլոն արժի 3990 դրամ, լալվարի, որն ալորին, հա, ալաշկերտ, պանիրն է, այստեղ սոխը, ինչ արժի, սոխը արժի 155 դրամ 1 կիլոն, լավ սոխը, առանց որպոսի սիրուն սոխեր են, այստեղ ջերմուկը, ինչ արժի, չէ, բջնի ջուրը այստեղ, Չվիգինը չեմ իմանում, թե ինչ արժի շշով, եթե կտրոնը ստեղ լինի, ես անպայման կգրեմ, բայց կտրոնը այստեղ չի և երեխեքի համար մարշմելո եմ վերցրել, գինը գրած չի, որ ասեմ, սուրճը արժի 3940 դրամ կիլոն, սմառոձինան չեմ իմանում, սմառոձին է ասև այստեղ և վիշնյա Այս շուկայից երևի մամաս վերջցրել, հեսա որ գա գները կասեմ սրանց։ Հիմա եկեք գներն էլ ասեմ, սև սմառոձինան 1200 դրամ կիլոգրամը, վիշնյան 700 դրամ կիլոգրամը, ձեռքերս կարմիրեցին, Կարմիր սմառոձինյան 1400, շատ լավն է ընտիր է, մալինան 1300, մաներա պետ շատ քաղցր, այստեղ դեղցը կիլոգրամը արժեր 500 դրամ, և լոլիկը 290 դրամ կիլոգրամը, ես այս գները բոլորը կփոխեմ դոլարով, որպեսզի մեր ընկերները տեսնեն ու ծանոթանան մեր Հայաստանի գների հետ։